Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդների Վալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօր մայիսի 25-ին է, մեզ մոտ Չեխիայում դեռ մենք սածիլները, լոլիկների սածիլները եւ բղբեղի սածիլները չենք դրել մարգերի մեջ, որովհետեւ մայիսը շատ ցուրտ էր։ Գիշերը իջնում է մինչեւ +1, -1, -2, +3 եւ շատ սառն էր։ Դրա համար մենք սպասում ենք եղանակը մի քիչ կարգավորվի։ Հիմա այսօր գիշեր լինելու է 5 աշճան ընդամենը, բայց վաղվանից արդեն բարձրանում է, վաղը լինելու է 8։ Այսօր մենք փոսերն ենք պատրաստելու լոլիկների եւ վաղը նոր կդնենք մարգերի մեջ։ Հիմա տեսեք ինչքան են բոյովացել, շատ երկար են, բայց դե լոլիկների համար դա չի խանգարում, որովհետեւ կարող ենք շատ խորը թաղենք եւ ինքը ավելի հզոր արմատներ կունենա եւ ավելի լավ բերք կտա։ Հիմա գնում ենք մարգերի մոտ, ցույց տամ ինչ ձևով եմ անում փոսերը, ինչ ենք անում ընդհանրապես։ Ահա, եկանք արդեն մարգերի մոտ, ժողովուրդ ջան, փոսերը արդեն արված են։ Փոսերը անելուց հետո լցնում ենք փայտի մոխիր։ Այստեղ երևում է։ Փայտի մոխիրը լցնելուց հետո թթվայնացնում եմ ջուրը 10 լիտր ջրին, ավելացնում 150 մլ քացախ։ Դրանից հետո ավելացնում ենք կոմպոստ, ջրում ենք ու վաղը նորից որ դնենք, արդեն մարգերի մեջ նորից կջրենք։ Հիմա ցույց կտամ թե ինչ ենք անում, որպեսզի դուք տեսնեք։ Հիմա ժողովուրդ ջան, քանի որ մենք սածիլները շատ են երկարը, փոսերն ենք անում, փոսերին ծերում անում։ Վերցնում եմ նման մի խովակ մետաղից, կարող է լինել պլաստմասայից, անցքեր եմ արել, մտցրել եմ ձող, որպեսզի հեշտ լինի աշխատելը, պտտեցնելը ու թեթև ուժ գործադրելով, պտտեցնելով անում եմ փոսը, ինչքան խոր է, այնքան լավ, որովհետև ես ասեցի, որ մեր սածիլները շատ են բոյովացել։ Բարձրացնում ենք։ Կընտրեմ փոսը տեսեք։ Հիմա անում ենք մյուսը։ Շատ հեշտ է։ Այստեղ փոս անելը շատ հարմար է եւ հեշտ։ Բարձրացնում ենք։ Շատ հարմար աշխատում է սրանով, շատ արագ կարելի է անել։ Իսկանը բավական է ցույց տալու համար։ Հիմա դու ես անում։ Ես քեզ չեմ ցույց տալիս, արի մոտիկ։ Հիմա փոսերի մեջ լցնում ենք փայտի մոխիր։ Դրանից հետո ավելացնում ենք կոմպոստ։ Ես կոմպոստը մենք ենք սարքում, ժողովուրդ ջան։ Հիմա լցնում ենք քացախը 150 մլ 10 լիտր ջրին։ Խառնում ենք։ Ու ջրում ենք փոսերը։ Այսօր ժողովուրդ ջան,
Մենք շարունակենք մեր աշխատանքը, ես ուսերեցի ինձ ենք փոսեր անում եւ եղանակի պատճառով սուր դնելու մենք այսքան հետաձգել ենք արդեն մայիսի 26-ն է դեռ չենք դրել մարգերի մեջ։ Նույնիսկ տեսեք մարգեր ունենք որ ծածկած է, որովհետեւ գիշերին շատ սառն է։ Անցած դեպի ժամանակ սոխերը երկու անգամ ես կանեին արդեն բարձրացել էին, բայց այս տարի քիչ են սերդի պատճառով։ Այսքանով ժողովուրդ ջան, ավարտում եմ տեսանյութը, որովհետեւ չհոգնեցնեմ ձեզ։ Եթե հավանեցիք, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խամբեգյանը, բարին ընդ ձեզ, եղեք առողջ։ Ցտեսություն։